Սկսենք իհարկե աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական, անվտանգային մարտահրավերներից, սահուն կգանք դեպի ներքաղաքական օրակարգի հարցեր, գործընկերներից թույլտվությամբ առաջին հարցը տամ ես։ Դատելով Հայաստանի գործող իշխանության ոչ վաղ անցյալի հայտարարություններից հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, պարոն նախագահ, պետք է դառնար մի շատ կարևոր անկյունաքարային փաստաթուղթ, դարակազմիկ փաստաթուղթ, որ առնվազն պետք է փոխեր մեր տարածաշրջանի մի քանի տասնյակ տարիների ապագան։ Ակնհայտ էր նաև, որ այդ փաստաթուղթն է դառնալու Նիկոլ Փաշինյանի 2026 թվականի նախընտրական քարոզչության հիմքը։ Սակայն հիմա խաղաղության պայմանագրի բանակցությունները ըստ էության կարող են արձանագրել, որ փակուղում են, չնայած տեքստը համաձայնեցված է, բայց ստորագրման մասին որևէ խոսք չկա, չնայած Նիկոլ Փաշինյանը ըստ էության համաձայնել է կատարել Ալիևի վերջին երկու պահանջները՝ փոխել Հայաստանի մայր օրենքը եւ լուծարել Մինսկի խումբը։ Ինչ է ձեր վերլուծություններով տեղի ունենում բանակցային կուլիսներում։ Չեմ կարծում, որ որևէ լուրջ բան տեղի ունենում, եթե չհամարենք երեկվա թե անցած օրվա Ալբանիայում հերթական կադրերը, որը ուղղակի արժանապատվության տեսանկյունից բավական դեպրեսիվ է, կարծում եմ յուրաքանչյուր հայի համար։ Ակնհայտ այդ մուրալը մի ինչ-որ փաստաթղթի, որը ենթադրում եմ խաղաղության մասին չի լինելու, այլ լինելու է ինչ-որ մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին, թե ինչպես պետք է ինքը իր քաղաքական, այսպես ասենք, հեռանկարը շարունակի, այս մի փաստաթուղթ իրոք չեմ բացառում։ Անբովանդակ, բայց ավելի շատ ներքաղաքական նպատակներ հետապնդող փաստաթուղթ կարող է լինել։ Որևէ լուրջ բան այստեղ մենք չենք կարող ակնկալել եւ հատկապես եթե նայում ենք այս հարցին աշխարհակական այն մեծ կոնտեքստի մեջ, որ այսօր տեղի ունենում աշխարհը։ Չեմ սպասում որևէ լավ բան։ Կա ձախողված առաջնորդ, որի նպատակը ամեն գնով պահել աթոռը եւ կան այս ամեն ինչի շուրջ sense խաղացողներ, որոնք կգնահատեն, իսկ արժի այդ հարցում աջակցել, թե չարժի աջակցել։ Ընդհանրապես սա է։ Իբրև ենթահարց ուղղակի ձեր տպավորությամբ հնարավոր է գոնե փորձեն խաղարկել գերիների վերադարձի հարցը որպես բանակցային ինչ-որ մի բան, թե այլևս բոլոր դաշտերը սպառված են։ Չեմ կարծում, որ գերիների հարցը հետաքրքրում է այս իշխանությունը, որովհետև գերեվարված են այն մարդիկ, որոնք այստեղ գալով կարող են Ղարաբաղի փախստականներին ինչ-որ կազմակերպել իրենց հեղինակությամբ, իրենց ազդեցությամբ, իսկ դա այս իշխանություններին պետք չի ընդհանրապես։ Այս վիճակը ամենից հարմար վիճակն է այս իշխանությունների համար։ Երբ որ ներկայացնում եք, որ սա խաղաղության պայմանագիր չէ, խաղաղության մասին չէ, իշխանությունը հակադարձում անմիջապես ընդդիմադիրներին եւ այդ տեսակետը հայտնողներին, թե որն է ձեր տարբերակը, դուք ինչ է, պատերազմ եք ուզում։ Այսինքն, երբ որ խաղաղության իրենց պայմանագրին կողմ չենք, մենք ինչ ենք առաջարկում։ Մենք հստակ ծրագիր այս իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցելու։ Մենք 21 թվականից ասում ենք արժանապատիվ խաղաղության մասին։ Եվս խաղաղություն, բայց ոչ թե ծնկաչուկ խաղաղություն, այլ արժանապատիվ խաղաղություն։ Ես չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղություն բերել։ Այդպես չի լինում։ Խնդիրը մարդն է։ Խնդիրը մարդն է, որը խորհրդանիշ է պարտության։ Խնդիրը մարդն է, որը արդեն այսպես աչքը վախած ամեն ինչից փորձում է ամեն գնով փրկել ինքը իրեն։ Եվ նման առաջնային մոտիվացիա ունեցող մարդը չի կարող մտածել պետության մասին, չի կարող մտածել ընդհանրապես ազգային շահերի մասին։ Խաղաղությունը բոլորս ենք ուզում, բայց կրկնում եմ, սուբյեկտը, որը դրանով զբաղվում է, ունի յուրին բան։ Իսկ մոտիվացիան յուրաքանչյուր մարդի համար առաջնային ինչով է այդ մարդը առաջնորդվում։ Իր առաջնահերթ մոտիվացիան ո՞րն է։ Չեք տեսնում ինչ է ուզում այս մարդը։ Ինչ է ուզում։ Ուզում է մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին։
Եվ դա խաղության հետ որևէ առնչություն չունի։ Ես կրկնեմ, այն կադրերը, որոնք երեք տեսանք եւ որը շարժանարով է ցանցերում, ուղղակի հայտարարություն է։ Արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք է։ Ոնց կուչ եկած, ոնց որ ենթակա շեֆի արչև կամ ծառա տիրոջ արչև հարաբերություններ են ձևավորվել այս։ Եթե բանի այդ այսպես կոչված body language-ը շատ լավ է ուղղակի բացատրում, թե այդ մարդը ինչ վիճակում է գտնվում։ Այդ մարդը իրեն արդեն դասել է որպես ենթակա, որպես մի մարդ, որը ամբողջությամբ կախված է այդ մարդկանցից, այդ երկու մարդկանցից եւ իր ամբողջ մարմինն է խոսում դրա մասին, որ այդ մարդուց որևէ օգտակար բան երկրի համար չի լինելու։ Հոգեբաններից հարց կգնա, ինչ ասես։ Անդադ խոսում ենք Նիկոլ Փաշինյանից, խոսում ենք իր իշխանության ծրագրից, որը իմ գնահատմամբ թուրքական ծրագիր է, դա հայկական ծրագիր չի, հայանպաստ չի կարող Հայաստանի օգուտ բերել, հա։ Բայց մյուս կողմից ես հաճախ ընդունում քաղաքական գործիչների ընդդիմադիր հարցեր եմ տալիս, այդ թվում ձեր ֆրակցիայի ներկայացուցիչներին։ Բոլորը քննադատում են Փաշինյանին եւ լավ են անում, որովհետեւ քննադատելու տեղ կա եւ դատապարտելու տեղ կա ինչ որ ինքը անում է, բայց այսինքն չկա գործընկերության ծրագիր ինչ անել, որովհետեւ ես օրինակ ձեր ասուլիսին անգամ հարց չտվեցի այս ակնկալիքով, որ կհամաձայնեք ապագայում հարցանունից, որ այս հարցերը շատ ավելի բաց փորձենք բացել, հա։ Իրավիճակը գիտեք ինչ է նմանեցնում, եթե ինչ-որ տարիներ առաջ Հայաստանում արշավ կար թուրքական հագուշ չհագնելու։ Ես հիմա որ ընդդիմությունը ծրագիր մանրամասնորեն չի առաջարկում, նմանեցնում իրավիճակի, որ ասենք մարդիկ կոչ անեն, որ թուրքական հագուստ Հայաստանում չկրեն, բայց ուրիշ հագուստ չառաջարկեն են։ Այդ դեպքում լավագույն դեպքում այդ մարդիկ մերկ են մնալու, հա։